Դատանասելու դատավարության մասնակցների կարգավորչից մեղադրաններն Արեգ Բարգրատի Սամսոնյանի և Վազգեն Արմեն Սաղաթյանի հետական գրված կապամջոց քանակի ժամկետ երկարաձգել 3 ամիս ժամկետով։ Պաշտպանական կողմը համաձայնեցված կամ արագացված Ուրեմն ես այս բայից սկսած դարբերակների համար եմ ասում, հայտարարում եմ անժամկետ հացադուլ և իմ պահանջը այս իրադրումը ոչ մեկ չասի չէ։ Թող չի ասեն նրանք, ովքեր կզում են, երբ որ իրանց դիտհետը վաղ անում իրանց դրվելու։ Հայտարարում եմ անժամկետ հացադուլ այս հայտարարության շարունակականությունը դադարեցնելու պահանջով։ Հենց այս պահից ես հայտարարում եմ անժամկետ հացադուլ։ Պաշտպանական կողմը համաձայնեցված կամ արագացված վարակյալի միջնորդություններ ունեք։ Չկա, քանի որ պաշտպանական կողմը նմանատիպ միջնորդության հանդես չի կողմի կողմերի խնդրում ներկայացնել հիմնական դատալսումներ հետազոտման հետակապվածների շրջանակների հետ ձեր առաջարկում։ Ներկայացնում հիմնական դատալսումների ընթացքում մեղադրանքի կողմի ապացույցների ցանկը առաջինը հետո ներկայացնեմ նաև հաջորդականությունը։ Վկա Հայ Կոլոձեի Պանոսյանի ցուցմունքը, որը վերաբերում է մասնավորապես պարսպական կողմի մարտային հանգամանքներին, որ վերջինս կոնկրետ ոդքասթը տարբեր եղանակներով, տարբեր հարթակներում դիտել է և կոնկրետ նրա ունեցած էմոցիաները, ապրումները այդ ոդքասթը դիտելու հետ կապված, այսքան այս ապացույցի մասով։ Հաջորդը 10-11-2025 թվականի կատարված զննման արձանագրությունով, որով զննվել է Facebook սոցիալական ցանցի Վազգեն Սաղաթյանի տվյալներով օգտատիրոջ անհատական էջը, որի միջոցով որ կատարվել է գրառումը, որով մեղադրանքի փաստական կողմում նկարագրված է։ Հաջորդը 10-11-2025 թվականի կատարված զննման արձանագրությունով, որը մասնավորապես արկա է կոնկրետ ոդքասթի կոնկրետ էպիզոդ է, որտեղ Վազգեն Սաղաթյանը հայրենիքներ է հնչեցնում։ Հաջորդը 11-11-2025 թվականի կատարված զննման արձանագրությունն է, որը ևս վերաբերում է այն ոդքասթի ժամանակ հնչեցված այն արտահայտություններին, որոնք հաստատան հիմնական ներկայացնում։ Հաջորդը 12-11-2025 թվականին կատարված զննման արձանագրությունն է, որը վերաբերում է Վազգեն Սաղաթյանի հաջորդ իրավունքը, որը նորից զերծված է հաստական հանգամանքների վերաբերում։ 15-11-2025 թվականին կատարված զննման արձանագրությունով, որը ևս վերաբերում է ոդքասթի էպիզոդներից մեկին, որտեղ կան արտահայտություններ, որոնք որ մեղադրանքի փաստական ինքնուրույն նկարագրված են, և արտահայտության փաստաթուղթ ճանաչված ճանաչելու մասին որոշումներն են, որոնք այս փաստաթղթերը, որոնք որ զննվել են, դրանք կոնկրետ ճանաչվել են ապացույց։ Այսքան նաև պատմական դատարանի ապացույցները, որոնք որ միջնորդում ներառել մեղադրանքի ապացույցների շրջանակներում և նաև հետևել հաջորդականությունն առաջարկում ես վերաբերյալ ապացույցները հետազոտել, որից հետո վկայի հարցաքննությունից, քանի որ նախ մեղադրյալները կոնկրետ բովանդակային արձանագրությունների նախաքննության ընթացքում չեն տվել, իսկ այստեղ նրանց կամքի արտահայտում ունեցողությունը տան թե ոչ, ես անձամբ միջնորդություն չունեմ նրանց հարցաքննելու, որտեղ ցանկանում դա ինձ իրավունք այսքան։ Եվ պաշտպանական կողմը ինչ դիրքորոշում ունեք ապացույցների շրջանակի կարգավորած։ Պատվաժան դատարան, ես չգիտեմ, այս որոշումից հետո քիչ դժվար է խոսել, որտեղ ես մասնակցել եմ իրավաբանական չեմ պատկերացնում, իրավունից հետո ներկայացրեցին հայրանդես։ Հաստատել, եթե վկա անունով մարդը իր ցուցմունքում ասում է մեղադրանքի սահմաններում, չունեք մեղադրանք եք տրվում, ուրիշ բան եք տրվում, մեկ բարոյական նկարագիր եք տրվում, թե ինչ եք, մեկ մեղադրանք եք տրվում, պատվաժան դատարան, չափում մեղադրանք։ Ուղիղ ասում է, ես արդեն մեջ դրեց։ Ուղիղ ասում է, ես այդ երկու հավաքումները չեմ տեսել, ոնց կարող է նկարել։ Իսկ վերաբերելի, ինչի պետք է վերաբերելի։ Հատոր երկու էջ 106, ինչի պետք է վերաբերելի, նախավերջը տող, ուղիղ։ Բարոք իրականացնողի հարցը կամ պատասխանեց 22 թվականի հոկտեմբերի
հայմանոց չեն։ Մեր ցուցմունքները դա պաշտպանության կողմի ապացույցներն են, ոչ թե վերաբերյալ կողմի։ Մենք դրա վերաբերյալ ներկայացնենք դիրքորոշում։ Մնացածի մասով չեն կարող, այսինքն հաղթավարության հաստատությունների մասով չեն կարող։ Մեր մասով Արիկ Սամսոնյանը ցուցում տալու է, երկրորդ մենք ներկայացրած ենք կարելի է միջնորդություն, քննիչին, որ մերժվել է, մենք այդ միջնորդությունը ներկայացրել ենք այն բանից հետո մենք այդ միջնորդությունը ներկայացրել ենք այն բանից հետո մենք սպասում էինք, թե երբ է հարձակումնվելու այդ անձի, որոնց մասին խոսք է գնացել։ Առաջին արձանի դատարանում գնում են որոշ բաներ ֆիքսված է։ Քննիչը ուղիղ նշել է, որ մենք դեռ պետք է հարձակվենք այն մարդկանց արելուց վերաբերվել է։ Ոչ մեկին չեն հարձակվել։ Հետևաբար քննարկման առարկա չեն դասել, բայց մարդիկ ինչի մասին են խոսում։ Մենք ներկայացրել ենք ո՞րն է ասել ենք այս փաստաթուղթը հավաքավորել ենք փաստաթուղթ ճանաչել։ Երկրորդ հատվածի վերջի փաստաթուղթը կա, ես խնդրում եմ հավաստիանալ Արես Սիմոնյանի Facebook-ը գրավում։ Եվ խնդրում եմ որպես ապացույց ճանաչել եք գրավում, որ դուք ևս 3 ամսով երկարացրեցիք այս գրավման հիման վրա, որի մասին մենք խոսում ենք։ Դրա հարձակակաց հետո բարոյականացած մարդկանց շուտերի ուրիշ ոնց է խոսում։ Խնդրում եմ ասել, եթե չկա, մենք հրաժարացուցիչ կա, չէ՞։ Այսինքն դուք եք տեսնում, թե որ երկրորդ հատորի հաստատությունն Արիկ Սամսոնյանի ցուցմունքը ասում է, դա միջնորդում ենք, որ հարձակվի և միաժամանակ միջնորդում ենք հանել ապացույցների, այսինքն մերժել այդ մասով վկայի ցուցմունքը, որովհետև վկան ուղիղ նշում է, որ նա չի մասնակցել, ներկայացուցիչ չի տեսել այդ երկու հաղորդումները։ Դրանից ավելի ոչ վերաբերելի ես ուղղակի չեմ պատկերացնում։ Միանում եմ միջնորդությանը և նաև որպես ապացույց միջնորդում եմ Վազգես Ալյանյանի հանցագործությունը արդեն պաշտպանության կողմի ապացույց որպես։ Վկայի կապված ներառյալի կողմը պաշտպանական բովանդակային արմատության առարկա չեն կազմում դրեցուսում, սակայն ընտրել պաշտպանական վիճակում, որ ձեր առաջադրված մեղադրանքի կոնկրետ երկու հաղորդումների չի վերաբերվում։ Նկանը քարական բնույթի ցուցում տվել, որ ընդհանուր առմամբ մեղադրանքների հաղորդումներից է նման պահություն ստացել։ Այդ կոնկրետ հենց այդ երկու հաղորդման մասին է խոսքը։ Հստակեցված է հանգամանքը թե ոչ։ Ես ընդգրկում եմ, որ երկրորդ հաղորդումը հավաքվեց էր, դա ավերջի ծովը։ Ձեր հարցը։ Ձեզ եմ։ Անպաշան դատար, ուրեմն ոչ թե կան ասել չի տեսել ինքը նշել է, դերևս նույնս եմ ասում, ես ճիշտ չեմ համարում, երբ որ ցուցմունքի հրապարակում, որտեղ քրեական շատ հստակ է ասել, որ ցուցմունքը ընդհանրապես դատարանում նշանակում է նախնական դատարանների քուլում։ Երբևէ ցուցմունք կարող է հրապարակվել միայն կամ այն բանից հետո, երբ որ ցուցմունք է գալիս եւ կամերական արտասություններ կամ օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ որ չի տալիս, բայց որպես բացառություն հրապարակվում է ցուցմունք։ Այսինքն այս կողմ չի կարող ցուցմունք հրապարակվել։ Բայց քանի որ դուք ինձ հարցնում եք, Աղավեցան, ապացուցական զանգում ներառյալ դեպքում եք հասկանում։ ես ասում եմ ինչա հասարակում, ես ասում եմ ինչա հասարակում, բայց ես չեմ կարող։ Պետք է ասեք, եկեք ներառեք, հետո ես ասում եմ, որ ինչքան վերաբերելի, մնացածը ցուցմունքը ձեր մոտ է, դուք կարող եք նայել ինչքան վերաբերելի։ Ես ասում եմ վերաբերելի այնքանով, որ վկան նշել է, որ ինքը հատվածներ է տեսել այդ հաղորդումից և այդ հաղորդումից տեսած իր հատվածները պարունակել են այնպիսի լեքսիկոն, որը ինքնուտ առաջացել է զայրույթ, որի ընթացքում եղել է, որ հնարավոր է եղել, որ իր ընտանիքի անդամները տեսնել ինչ է իրեն չի եկել և այլ ընդհանուր բովանդակություն սա է։ Հիմա դրանից դուրս է գալիս, որ կոնկրետ այդ հաղորդումը հաստատապես չի տեսել, այս բանը վկան ասել։ Վկան ասում է, ես հատվածներ եմ տեսել, ոչ թե նստել են, այդ պոդկասթը հենց YouTube-ով գալու։ Դրանք տարբեր բաներ են, դա չի նշանակում, որ հենց դա չի տեսել։ Եվ երբ որ վկան ցուցում մտնեն, որ կարգավորները ասեն, տեսել է, չի տեսել, աստղ են դավրանում։ Դա հիմնա, որ դա ապացուցել հանվի ապացուցների ցանկից։ Ես միջնորդում եմ նույնիսկ որ դա ներառվի, իսկ ինչ վերաբերում է պաշտպանի միջնորդած
հենց վրա է կապված էր ասել, ուրեմն այստեղ միջանձնային հարաբերություն որևէ մեկի չի քննարկում պատասխանատվական։ Եվ մի բան էլ ասեմ, եթե ինչ-որ մեկի բան ասում, դրա ասելիքները հանրային դեպքը չի պատասխան տալու հետ կապված։ Իսկ եթե մենք խոսում ենք այն մասին, որ մարդկային հավատալիքները եղել լավ թե վատ, որ իրար ինչ-որ բաներ են ասել, ստեղ տես բան չի քննարկում պատասխանատվական ես գործով, որ մենք մի հատ էլ վերենք այլ անձի կողմից